Պատվարժան դատարան, նախ շատ տպավորիչ ելույթ էր, բայց վստահ եմ, որ մեր փաստաբանները, պաշտպանները հիշելու հետ խնդիր ունեն եւ պետք է առարկայական դառնա ամեն ինչը, վստահաբար։ Եվ մենք էլ բոլորս, հիմա դուք էլ վստահ եք։ Բայց ես հարց ունեմ մեղադրողներին, դարձյալ պիտի կրկնեմ։ 7 ամիս շարունակ այս բոլոր այսպես կոչված ապացույցները, սրանք միգուցե փաստեր են, բայց ապացույցներ չեն։ Եթե կուզեք ավելի հետո կմեկնաբանեմ ասածս։ Փորձակնություն ի վերջո կա թուղթ որևէ, այդ որ իրենք կարդում են, ասենք Իգոր Սարգսյանին, Գալստանյանին, ինչ իմանամ Շարբաթյանին, Լիդիա Մանթաշյանին, ինչով են փաստել, որ այդ մարդիկ են։ Մեկ, երկրորդ, արդյոք դրանք կեղծված չեն, արդյոք դրանք ուրիշ մի տեղից վերցված եւ այդտեղ զետեղված չեն։ Հիմա ես պատահական չհարցրեցի հունիսի 4-ի մասին, շատ պատահական չեմ հարցրել, շատ ուղիղ էր դա։ Ինձ համար, որովհետեւ հունիսի 4-ը կոնկրետ խոսակցություններ են, որտեղ այլ բանի մասին է խոսում ընդհանրապես։ Երկրորդ պիտի խնդրեմ, որ սահմանեն, այդ որն է, որ խոսակցություններ են տեղի ունեցել իշխանափոխություն անելու ոչ սահմանադրական կարգով։ Գաղտնիք չի ոչ մեկի համար։ Ես պայքարի մեջ եմ 2020 թվականից հետո 2023 թվականի 24 թվականի Արցախի հանձնումից հետո, Տավուշի գյուղերը հանձնումից հետո, մարտ ամսից սկսած, ես պայքարի մեջ եմ, համաժողովրդական պայքարի, եւ չեմ թաքցնում, այո, պետք է եղել խմբեր էլ պիտի կազմեի, ամեն ինչ էլ պիտի անեի, դրանում ոչ մի կասկած, ոչ մեկն էլ չի թաքցնում դա։ Մեղադրականում ասում է հարվածային խմբեր, շատ լավ, հարվածային խմբեր, բա ֆուտբոլի խմբերի մասին ինչու չի ասվում, բա խրամատների մասին ինչու չի ասվում, բա առաջնագծի մասին, ասում սրանք զինվորական տերմիններ են, ինչու դրանց մասին չի խոսվում, օրինակ։ Երկրորդը, ձեռագրաբանական քննություն անցած կա որևէ բան, ինձ քննչական կոմիտեում հարցրել են օրինակ, չգիտեմ սա նախաքննական գաղտնիք է թե ոչ, բայց արձանագրված փաստ է։ 2024 թվականի մարտի 18-ին Գառնիկ Դանիելյանից ուղարկված ինչ-որ թղթի մասին, որը ես եմ գրել եւ ուղարկել եմ, որտեղ խոսում է հաշտության օրակարգի մասին, որտեղ խոսում է ոստիկանների հետ որևէ առնչություն չունենալու մասին եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա սա ապացույց է, թե ապացույց չի։ Սա սուբյեկտիվ մեկնաբանություն է, թե ոչ։ Ձեռագրական փորձակնություն անցել է, թե ոչ։ Ես խնդրում եմ, որ մեղադրողները պատասխանեն։ Ի վերջո 7 ամիս շարունակ այս ամբողջ տեքստերը որ կան, ինչով են վերագրելի այստեղից նստած յուրաքանչյուրին, ով է դա փաստել։ Ինչով են դրանք ոչ մոնտաժված։ Ես ձեզ մի դրվագ կարդամ, ընդհանրապես կներեք, որ երկարացնում եմ, բայց մի դրվագ։ Եթե ապացույցից եք մեջբերում անելու դրա անհրաժեշտությունը չկա։ Չէ, զուտ ասեմ նա, որ 3 նախադասություն է գրված, գործի միջից վերցված, 3 նախադասության ամեն մեկի վերջում գրվածը չի լսվում։ Հիմա ես ինչ եմ ուզում ասել։ Ես ընդհատեմ ձեզ։ Այո։ Շարունակեք, եթե բնականաբար գտնեք որ ավելացնելու բան ունի։ Մեղադրողները այս պահին նշեցին, որ լրացուցիչ ծավալ ունեն ներկայացնելու, ոչ ամբողջական են ներկայացնելու։ Շատ լավ։ Հենց ծավալը մեղադրանքի կողմ է ներկայացնելու։ Եթե գտնեք, որ դա բավարար չէ, ես նորից եմ կրկնում եւ նախորդ դատական նիստին էլ նշեցի, կողմերը քրեական դատավարության օրենսգրքի 334 հոդվածի կարգով իրավունք ունեն ծավալը լրացնելու մասին միջնորդություն անել, այն ինչ որ յուրաքանչյուր կողմը կներկայացնի եւ դատանը եթե ծավալ սահմանի, դրանից զատ այսինքն ապաստրի ծավալը լրացնելու միջնորդություն է կանոնը։ Շատ լավ, ես հասկանում եմ։ Հիմա այս պահին չեմ կարող մեղադրանքի կողմին նման հարց ուղղել։ Նման լիազորություններ չունեմ այս պահին նման հարց ուղղելու։ Պատվարժան դատարան։ Իսկ ինչ որ վերաբերում է այդ ապացույցին ձեր ներկայացրած,
Եթե այդ ապացույցը ներառված լինի կամ ներառված է ապացների ծավալի մեջ, բնականաբար քննության հետազոտման արդյունքում կողմերը ձեր կարծիքը ներկայացնել է դրա մասին։ Իմ ասածը, ես ձեր ասածը լիովին պատկերացնում եմ, իրավական իմաստով էլ, դատարանական գործընթացի իմաստով էլ, բայց ուրիշ բան եմ ասում, ես ինչպես անցյալ անգամ եմ կրկնել, ինչքան ուզում է ծավալ ներկայացնեմ, որքան ուզում է ներկայացնեմ, մինչև փորձաքննության փաստված չլինի, դրանք ապացույցներ չեն, դրանք միգուցե փաստեր են, միգուցե ինչ-որ ձևով արձանագրել, մեկ-մեկը նստել գրել է, բայց չեն կարող դրանք ապացույց լինել։ Հետևաբար ինչ են ներկայացնում, ես դա եմ ուզում հասկանալ, եթե փորձաքննություն կա եւ ըստ էության փաստը դառնում է ապացույց, խնդրեմ թող ներկայացնել, թե ձեռագրական, թե մնացածը, չկա այդ փորձաքննությունը։ Ես սա ասում եմ հստակ կերպով, եթե չկա, ապրիորի անիմաստը ներկայացնել այդ բոլորը։ Ես դա եմ ասում։ Մեղադրանքի կողմը իստոմա լսեց, մեղադրելի դիրքորոշումը այս մասին, դուք ձեր իրավունքն է, դուք ինքներդ եք ներկայացնելու, բնականաբար հիմնական դատալսումների ընթացքում քննության արդյունքում նաև վերաբերելության, թույլատրելության, ես նորից եմ կրկնում, որպես ապացույց օգտագործելու այդ բոլոր այս հանգամանքները պարզվել են։ Անկեղծորեն չհասկացա մեղադրողի դիրքորոշումը, ինչ էր նշանակում ժամանակը գա կասենք, ժամանակ 7 ամիս անցել է պատվարժան դատարան, համաշխարհային փորձարար, ես տարբեր երկրներում դատական նիստերի մասնակցել եմ, մեկ ապացույցը կեղծ կամ ոչ հավաստի, բավական է, որպես այդ գործընթացը կանգնի։ Հիմա իմ հարցումը հետևյալն է, ժամանակը անցել է 7 ամիսը պատվարժան դատարան։ Փորձաքննության ուզում եմ ապացույցը տեսնել ես, որ այս մարդկանց անունները, ներառյալ իմը, իմ ազգանունը, իրենք են թե ոչ, մոնտաժված են այդ տեքստերը թե ոչ, որ գրվածը չի լսվում, 50%-ից ավել գրվածը չի լսվում, այդ չի լսվումները իրանք դիտմամբ են ջնջել, թե իսկապես չի լսվում, և այսպես շարունակ, բառեր ավելացված են թե ոչ, հիմա տեքստը, էջերով, հատորներով, այդ բոլորը կամ տեսել են կամ ոչ, դուք էլ անցյալ անգամ ասացիք, որ դուք չեք լսել, բայց դա կարևոր չի, չէ՞։ Բնականաբար դատարանը պետք է հետազոտի այդ ժամանակ։ Այո, հետազոտելուց առաջ, ապացույցները հետազոտելուց առաջ, մեկ էջանոց թուղթ կա փորձաքննություն անցած լինելու մասին, մեկ էջանոց ընդամենը, 30 հատոր չեն։ Ինչպես եք ուզում, որ ես ընդունեմ օրինական մյուս մարդիկ, որ այդ խոսակցությունները ապացույց կոչվածները, որոնք ես ասում եմ, եւ խնդրում եմ այսպես վերնագրել, սրանք միգուցե փաստեր են, բայց ապացույցներ չեն։ Սա ջուրը, սա փաստը, որ շիշը, բայց ապացույց չունեմ, որ սա ինչ տեսակ շիշ է, ինչի սա կազմված։ Հիմա ես դրա մասն եմ ասում, ինչպես թե ժամանակը գա կասենք, ժամանակն եկել է, մինչև ապացույցները ներկայացնելը, գործի մեջ մեկ էջանոց թուղթ պետք է գոնե լիներ, ասելու համար, որ այս տվյալներով անցել են այս փորձաքննությունը, հաստատված են այսինչ բաները, կա թե ոչ, ես դա եմ հարցնում։ Պատվարժան դատարանը, պատկերացնում եք, որ 7 ամսվա մեջ, որ ձեռագիր, ոչ էլ ուրիշ կերպ, ոչ մի բան, ես գոնե ինձ հասանելի չէ։ Հիմա ես հարցնում եմ հարգարժան մեղադրողներին, այդ էջերով, հատորով, մարդկանց անուններով ներկայացնելը, ինչով է փաստված, օրինակ, ինչ փորձաքննությամբ։ Սա շատ կարևոր հարց է, ես չեմ դադարելու կրկնել։ Դրա պատճառով էլ պատվարժան դատարան, այդ պատճառով էլ քննչական կոմիտեի ղեկավար ինքն իրեն թույլ է տալիս ասելու, որ Բագրատ Սրբազանը իր ձեռքով գրել է, հասկանում եք հանրորեն հնչում է մեղադրանք, որը հաստատված չի եւ ում կողմից է հնչում, պաշտոն ունեցող մարդու հնչում է այդ մեղադրանք եւ ոչ միայն ինքը, այլև դատախազը հենց բերված տվյալը հրապարակվում է այդ տվյալի մի այսքան հատվածը, որի վրա ասում են մարդկանց կյանքից զրկելու չգիտեմ ինչ, այս հունվարի 2-ի խոսակցությունը, սրանք առանցքային նշանակություն ունեն, մարդիկ ուրեմն անպատասխանատու ելնում են հայտարարություն անեն, մեզ մարդկանց 6 ամիս, 7 ամիս զրկում ամեն ինչից,
Հանրությանը տրամադրում, երեք ինձ մոտ այցելության են եկել մարդիկ, ասում են ամբողջ շրջանի մենք պատկերացնում ենք, որ դու ահաբեկիչ ես։ Ինչի իման վրա, այդ մարդու ասացի, մյուսի դատախազի հայտարարության, այն մյուսի հեռուստատեսությամբ խոսելու, անցյալ օրը իմիջիայլոց ասել եմ, չէ, դատապարտված եմ հեռուստացությունները, 20 տարի չէի նայել։ Ուրեմն հանրային հեռուստաընկերություն հաղորդավարը ասում է դատարանում կամ դատարանով հաստատված, որ այս մարդը ահաբեկիչ է։ Այդպիսի բան կա։ Հասկանում եք, մենք այս շրջանակից դուրս պիտի դիտարկենք հարցը։ Այստեղ չի հարցը, պատվարժան դատարան։ Այդ մարդիկ կռվում են դրսում մեր դեմ, այսինքն պետության դեմ, ինչու մեր դեմ։ Եվ ես դրա մասին եմ ասում, իմ անընդհատ կրկնելու եմ, ինչքան ուզում ապացույց բերել, անընդհատ կրկնելու եմ, ուր է փորձաքննությունը, ուր է քննչական կոմիտեի ղեկավարի կողմից հայտարարված ձեռագրաբանական փորձաքննությունը, որտեղ ես իմ ձեռքով գրել եմ ահաբեկչության պլանավորում, ուր է դա։ Սրա մասին պետք է խոսեք, հարգելի մեղադրողներ, եթե սրա պատասխանն ունեք, խնդրում եմ մեզ մի ասեք, որ սպասեք ժամանակը, ժամանակն անցել է 7 ամիս, եթե որևէ մեկի համար դա ոչ մի արժեք չունի, մեզ համար ամեն ժամ է։ Այս մարդուց կյանքից զրկել եք իրենց երեխաներին ամիսներով, իմ մասին չեմ խոսում, ես հանգստանում եմ, բայց կարելի է այդպես հայտարարելու անցնել վրայից։ Հետևաբար ես պահանջում եմ, ոչ միայն խնդրում եմ, ասելով կա փաստաթուղթ, փորձաքննություն, ապացույց, ձեռագրաբանական քննություն, որ այս բոլորը ճիշտ են, կա, սա հարցը, և ես տալու եմ միշտ, դուք էլ չեք պատասխանել, չէ? Մեկ վարկյան, հարգելի մեղադրյալ, Բագրատ Սրբազան,